Շնորհակալություն, պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում գործարարների հետ, ձեզ հայտնի է ինչ գործարարներ են, ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ հարցեր են քննարկվել, նաև մամուլում հրապարակվեց, որ Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել գնալ իր հայրենի գյուղ, արդյոք գնացել է, ձեզ հայտնի է դա, եւ եթե ոչ, հնարավոր է հայկական կողմը աջակցի նրան այդ հարցում, սա որպես առաջին հարց եւ երկրորդ հարցը տեսեք, երբ ընդդիմադիրների վերաբերյալ գաղտնալսումների ձայնագրություններ են հրապարակվում, նրանք ասում են, որ բա ինչի իշխանության ներկայացուցիչներին չեն գաղտնալսում, արդյոք գաղտնալսում են օրենքի հետ կապված խնդիր չկա, թե այնուամենայնիվ չեն գաղտնալսում եւ այդ գաղտնալսումը իրականացվում է բացառապես ընդդիմադիրներին ճնշելու, ընդդիմադիրների շուրջ տեղի ունեցող զարգացումները բացահայտելու համար եւ որպես դրա շարունակություն երեք Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել մի շարք հեռուստաընկերությունների հայտարարեց, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանության չի լինի։ Ես նոր ասացի, պետք է հասկանալ, որ կալուգացի օլիգարխը ինքը հասկանում է ինչ է խոսում, ես վստահ չեմ դրանում, գրեթե վստահ եմ, որ չի հասկանում ինչ է խոսում։ Հաջորդ հարցը գործարարների խմբի մասին, այո, գիտեմ ովքեր են, բայց եթե իրանք հարկ կհամարեն, իրանք կհրապարակեն։ Ես դա այդ թվում ձեզ հայտնի պատճառներով մարդկանց բուլինգի որոշ լուսանցքային խմբակների կողմից չի ենթարկելու համար, եթե չի հրապարակվել, ուրեմն չի հրապարակվել։ Ինչ վերաբերում է պարոն Մուստաֆաևի ծննդավայր այցելելու հետ կապված նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել։ Բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Ինչ վերաբերում է գաղտնալսումներին, ես չեմ կարող ասել գաղտնալսումների շրջանակը ինչպիսին է, բայց ակնհայտ դուք գիտեք, որ իշխանության ներկայացուցիչներն էլ են գաղտնալսում եւ ասենք օրինակ Հովիկ Աղազարյանի դեպքը ոնց բացահայտվեց, այլ բան, որ այդ գաղտնալսման եւ քրեական հետապնդումից հետո արդեն դառնում են անդիմադիր, որպեսզի ներկայանան որպես քաղաքական հալածյալ, որովհետև անտրամաբանական է, որպես քաղաքական հալածյալ ներկայանալ իշխանության կազմում լինելու պարագայում։ Ով է ասում, մենք բան ունենք, մենք դատապարտված նախարար ունենք, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, չգիտեմ էլ դատապարտված են թե չէ, բայց ոնց որ չեն գաղտնալսել, առանց գաղտնալսման ոնց այդ քրեական գործերը հարուցվել, ոնց են կալանավորվել, ոնց են դատապարտվել։